Երեխեք ով է գրել Շունն ու կատուն։ Հովհաննես Թումանյան։ Հիմա մեզ Ռուդոլֆն ու Արփին ինչ են ուզում ներկայացնել։ Շունը եւ կատու կերպարներն ունենք, այսինքն Հովհաննես Թումանյանի որ հեքիաթն ենք խաղալու։ Շունն ու կատուն, կարող ենք։ Դե սկսեցինք։ Ժամանակով կատուն ճողներ շուններ բխին գդակ չուներ, միայն գիտե ոչ որտիած, որ ճայկել էր մի գարամոտ, մի օր եկավ ձնևվա մտի, կատվի ուշտը տարավ մոտի։ Բարև կատու ջան, կարող ես իմ համար գլխարը կաղել։ Կարող եմ ես Ուրբաթ օրը պիտի գա տանի, չէ երեխեք, բայց ինչ է լինում, ուրբաթ օրը գալիս է, խաբում է, պատրաստ չի լինում, հետո, մի անգամ էլ է չէ գալիս, հետո ինչ է լինում, կռիվ է լինում, ճիշտ է, այս անգամը ինչ է լինում, El minuno, el herman, el gokis, el kachal, shun. Ահա, կռվում է շունն ու կատուն։ Բանը հասավ, դիվան, բաշուն։ Շունը մինչև գնաց եկավ, ուստա կատուն։ Որտեղ մնաց գլուխն առավ ու մի գիշեր հայրիկ օրավ էկոս չելներ։ Այդ օրվանից մինչև օրս էլ շունն այս բանը չի մոռացել։ Շունիկ հիշում ես, չէ՞։ Այո, շունն այս բառը չի մոռացել։ Մտքում հլա դեռ պահում է, որտեղ կատվին Պատահում է, վերակացին, գրահատում, իրեն որդի ետավ, իսկ սևերը կատուն հանգավ, ետավ դարդում ու բարկադում, հշտացում է, լնոր եմ ծրկան տվել սևորկալի, ու շունն ու կատուն միշտ ինչ են անում իրար հետ, միշտ իրար հետ կռվում են, իսկ ինչու են կռվում, որովհետև կատուն խաբել է և շունիկի գլխարկը Տես արդեն կատաղում է, չէ՞ պիսոյի անունը լսում։ Շատ ապրեք։ Շնորհակալություն հայտնենք հեղինակին, Փիսիկին և Շունիկին։